Արամ Մանուկյան։ Շնորհակալություն։ Այն որ մեր ժողովուրդը հանրապետական կուսակցությանը սիրում է, այդ բոլորս գիտենք։ Այդ 85% որ քվեարկում են դպրոցներում, գյուղերում, բուհերում, այդ շատ օրինաչափ է։ Ես զարմանում եմ այն 10%-ը ոնց է, որ չի դիսկրիմինացված եւ հանրապետականը չի տա։ Այդ ոչինչ։ Բայց կրթության նախարարը, պարոն Աշոտյան, իրավունք չունի իր գործունեության մեջ 80%-անոց հանրապետական լինի։ Ձեր գործը կրթությունն է, ոչ թե հանրապետական կուսակցության շահերն ու տեսակետները, կարծիքները խորհրդարանում, Facebook-ում ամենտեղ արտահայտելու։ Դրանից կրթությունը տուժում է։ Իսկ ես մտահոգ եմ կրթության համար, ոչ թե հանրապետականը։ Սա իմ իջալոց, կներեք, հարցս։ Մենք քննարկել ենք այս օրենքի նախագիծը կրթության հանձնաժողովում եւ այնտեղ լուրջ քննարկումներ ա եղել, լուրջ արգումենտներ, որի մասին ես անշուշտ կխոսեմ ելույթի ժամանակ։ Խնդրում եմ ասեք, այդ դիրքորոշումները, որ վերջին մեր հանձնաժողովի նիստի ժամանակ եղել է, դուք տեղյակ եք, դրանք ձեզ ներկայացվել են, հասել են, այսինքն այս տեքստը, որ կա ամբողջությամբ հիմա որ ներկայացվել է, նույնն եք դուք ներկայացնում, թե սրա մեջ պատրաստ եք փոփոխություններ ներկայացնելու։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Մանուկյան, շնորհակալություն հարցադրման համար։ Ես տեղյակ եմ հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումներից, բնական է ինչպես միշտ, այնպես էլ այս դեպքում պատրաստ ենք առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում աշխատել միասին, եթե կլինեն մեզ համար առավել ընդունելի եւ հաջողակ ձևակերպումներ։ Մենք խնդիր սահմանադրականության հետ կապված չենք տեսնում։ Եթե դուք տեսնում եք այդ խնդիրը եւ կարող եք հիմնավորել, համոզիչ հիմնավորել, մեծ սիրով պատրաստ ենք լսել, ես եւ հանձնաժողովի նախագահին եմ խոստացել, որ այդ քննարկմանը, աշխատանքային քննարկմանը կմասնակցեմ եւ ձեզ եմ հիմա առիթից օգտվելով ասում։ Ինչ վերաբերում է ձեր հարցադրման քաղաքական հատվածին, չեմ կարող չպատասխանել, այստեղ չպատասխանեմ, Facebook-ում կգրեմ, ավելի լավ է ձեր դեմ ասեմ։ Արգելի պարոն Մանուկյան, ես երբ որ գալիս եմ այստեղ հարց ներկայացնելու, իմ մեջ չկա գերակայություն, որ ես պետք է առաջնորդվեմ հանրապետական կուսակցության պոստուլատներով եւ ես գալիս եմ այստեղ որպես կրթության նախարար։ Հազար ներողություն, դուք եք ինձ պարբերաբար հիշեցնում որպես կրթության նախարարի, որ ես հանրապետական եմ։ Դուք եք հանրապետականացնում իմ գործունեությունը, իմ ելույթները, դուք եք ամեն ինչ անում, որպեսզի ինձ կրթության խնդիրներից տեղափոխեք դեպի քաղաքական դաշտ։ Երևի կրթության խնդիրները այդքան գրավիչ ու հետաքրքիր չեն հանրային բանավեճի համար, որքան քաղաքական խնդիրները ընդունում եմ, բայց մի մեղադրեք, որ ես եմ դա անում։ Ես գալիս եմ այստեղ զուտ, բացարձակ, զտարյուն, կրթական նախաձեռնություն եմ։ Ոչ մի մեր բերած օրենքի տակ չկա քաղաքականություն։ Քաղաքականություն ներքաղաքական իմաստով։ Դուք եք ինձ տրտում պարբերաբար հանդես գալու տարբեր քաղաքական մեկնաբանություններով զուգահեռ իմ կրթագիտանախարարական գործունեության։ Չգիտեմ ճիշտ օգտագործեցի այդ բառը, ես ստեղծեցի նոր։ Մի խոսքով ես ձեզ խնդրում եմ դիտարկել մեր նախարարության կողմից, կառավարության կողմից ներկայացված փաստաթղթերը որպես գերատեսչական փաստաթղթեր։ Իրենք բխում են, այո, մեր կուսակցության, ես հանրապետական կուսակցության անդամ լինելով կիսում եմ իմ կուսակցության հաղթանակի բերկրանքը 12 թվականի պարլամենտական ընտրություններին, որոնց մենք գնացինք նախընտրական ծրագրով, հաղթեցինք, այդ կուսակցությունը կազմեց կառավարություն, կառավարության մեջ եկա նաև ես եւ ծրագրային դրույթները կատարում ենք։ Այսքանն է իմ կապը որպես նախարար միջև ժամը 6-ը առնվազն կուսակցության հետ։ Թե 6-ից հետո ես ինչ կանեմ, շաբաթ-կիրակի ինչ կանեմ որպես կուսակցական, որպես քաղաքացի, ներեցեք դա իմ անձնական գործն է, իմ քաղաքական, հասարակական, քաղաքացիական ազատությունների ըմբոշխնելու հնարավորությունը իմ անձնական, խնդրում եմ մի սահմանափակեք։ Մնացածը շատ կոնստրուկտիվ, մենք ձեզ հետ նաև մենք նաև փորձ ունենք կոնստրուկտիվ աշխատանքի։ Մի հատ օրենք ունենք, օրինակ ներկայացված օրակարգում, ձեր առաջարկությունն է անցել։ Գիտեք, եթե հանրապետական տեսակետից նայի, պետք է նայի ՀԱԿ-ի ներկայացուցիչը, ձեր տեսակետով, հանրապետական, ՀԱԿ-ի ներկայացուցիչը բան է ասել, ոչ մի դեպքում չպետք է ընդունել, անգամ եթե լավն է։ Լավ բան եք ասել, ինչու չընդունեմ։ Որտեղ է իմ հանրապետական կեցվածքը այդտեղ ձեզ խանգարում։ Ոչ միտեղ։ Այստեղ էլ չի խանգարելու, եթե լավ առաջարկ ունեք, տվեք։ Շնորհակալ եմ։ Արձագանքի համար Արամ Մանուկյան։ Ինձ բացարձակ չեք կարող խանգարել։
Իմ մասին չի խոսքը։ Ես խոսում եմ կրթության համակարգի մասին։ Ես ասում եմ ձեր գործունեությունը կրթության համակարգին է խանգարում, այդպիսի գործունեություն։ Իսկ թե ինչու դուք կառավարության մնացած բոլոր նախարարներ իրար հետ գումարած այդքան հանրապետական չեն ներկայանում, ինչքան դուք։ Ես բազմիցս ասել եմ, կան նախարարներ, որ ապա կուսակցական պետք են, վերկուսակցական, լավ բառով ասեմ, վերկուսակցական։ Պատկերացնում եք պաշտպանության նախարարը իր բնակավարում հանրապետական խաղա։ Ոնց կարող լինի։ Առողջապահության նախարարը իր համակարգում հանրապետական խաղա կամ ՀԱԿ խաղա, կամ դաշնակցական խաղա։ Իմ ասածը լրիվ ուրիշ բան է։ 500,000 աշակերտների համակարգում հանրապետական կուսակցության նախարարի գործունեությունը որպես հանրապետական հակացուցված է, օրինական է ձեզ ասեմ, օրենքը չի արգելում ձեզ, բայց իմ ասածը լրիվ ուրիշ բան է, իմ ասածը մտահոգություն է, որ երկիրը, որը ունի 500,000 աշակերտ, իհարկե այդքան չունի հիմա, իրավունք չունի, իր ղեկավարը կուսակցական գործունեությամբ զբաղվի։ Իմ ասածը ընդամենը սա է, ձեր անձի հետ կապված չի, բայց դուք կուլ եք տալիս այդ կուտը, որ ձեզ տալիս են ու ամբողջ օրը դրա հետ եք կռիվ տալիս։ Չի կարելի այդպես։ Ներողություն։ Շնորհակալ եմ, հետաքրքիր բանավեճ է հասունանում։ Հակերտ, շատ հակերտ լինեմ, Կարլ Գրիգորիչ։ Վերջին ձերվագից սկսեմ, այո, լինում են դեպքեր, երբ որ ես իմ քաղաքական գործունեության մեջ նաև կուտ եմ ուտում։ Բայց երբ որ հավերժնահաշվար կանեմ հենց հիմա կստացվի, որ ես իրականում շատ ավելի հաճախ կուտ եմ տվել, քան որևէ մեկի կուտ եմ կերել։ Սա եթե կուտ ուտելու մասին է խոսքը, խնդրում եմ հաշվի առնենք։ Ինչ վերաբերում է ձեր մեղադրանքներին, դուք եթե դժգոհ եք իմ կրթական գործունեությունից նախարարական, ասեք, որ ես վատ նախարար եմ, որովհետև արել եմ սա, այս ռեֆորմը սխալ եմ արել, այստեղ ապօրինություն չեմ կանխել։ Իմ քաղաքական պատկանելությունը բացարձակ կապ չպետք է ունենա ձեր գնահատականի հետ իմ նախարարական գործունեության։ Ես հասկանում եմ, որ դժվար է ընկալել նաև քաղաքական գործունեությունը մարդկանց, որոնք մշակույթով, արվեստով, սպորտով, գիտությամբ, կրթությամբ են զբաղված, բայց այդ մարդիկ էլ ունեն սահմանադրական իրավունքներ դա իրականացնելու։ Այսքանը։ Շնորհակալ եմ։ Ես իրավամբ կարծում եմ, որ մեզ չեն սիրում, ուրիշին են սիրում, մեզ ընդամենը ընդունում են։ Հարց տալու համար Ստեփան Մարգարյան։ Ես կոչ եմ անում այնուամենայնիվ վերադառնանք բուն նախագծի քննարկմանը, որտեղ շատ քաղցր թեմա է ձեր վարածը։ Պարոն Աշոտյան, այնուամենայնիվ հիմա նախագծին եմ ուզում վերադառնանք։